Վերջին շրջանում Հայաստանում հեղուկ գազի անվան տակ վաճառվում է տեխնիկական նշանակության գազ, որի արդյունքում հազարավոր մեքենաներ սկսում են խափանվել։ Այս մասին ահազանգում են ավտոսպասարկման կենտրոնների աշխատակիցները։ Ինչ է իրենից ներկայացնում տեխնիկական գազը, ինչով է տարբերվում ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազից։ Մասնագետների խոսքով տեխնիկական գազը հիմնականում նախատեսված է ոչ թե մեքենաների, այլ կենցաղային, շինարարական, տեխնիկական նպատակների համար։ Գազը չունի այն մաքրությունը, որն անհրաժեշտ է ավտոմեքենայի գազային համակարգի համար։ Մասնագետները նշում են, որ ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազը պետք է լինի մաքուր, առանց խոնավության ու կեղտի, որպեսզի չվնասի շարժիչը եւ մնացած մեխանիզմները։ Այլ բան է ասում շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Նա իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է, որ կենցաղային գազով մեքենաներ լիցքավորելը չի արգելվում։ Հայաստանի Հանրապետությունում կա երկու տեսակի գազ՝ կոմունալ կենցաղային գազ եւ ավտոմոբիլային գազ։ Կոմունալ կենցաղային գազը նախատեսված է գազաբալոններում լիցքավորելու եւ կենցաղում օգտագործելու համար, ավտոմոբիլային գազը նախատեսված է ավտոմոբիլներ լիցքավորելու եւ վարելու համար։ Սակայն չի բացառվում եւ չի արգելվում կոմունալ կենցաղային գազը նաեւ լիցքավորել ավտոմեքենայի մեջ։ Բայց արդյունքում քանի որ կոմունալ կենցաղային գազի որակական ցուցանիշները ավելի ցածր են, մենք կստանանք, որ նույն քանակությամբ լիցքավորելու դեպքում վարորդը ավելի քիչ կիլոմետր կվարի մեքենայով։ Գազի որակի վերահսկման ինչ մեխանիզմներ են գործում Հայաստանում։ Ներմուծվող գազի որակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգին եւ ստանդարտներին։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնել են, որ վերահսկողությունն իրականացվում է վաճառակետերում։ Ստուգումների շրջանակում վերցված նմուշները փորձարկվում են համապատասխան հավատարմագրված լաբորատորիաներում։ Նշվում է, որ տեսչական մարմինը ներմուծման փուլում վերահսկողություն չի իրականացնում։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ հեղուկ գազի որակը մեր առաջնային խնդիրը չէ, շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց վրա վերահսկող մարմիններն ուշադրություն չեն դարձնում։ Ի վերջո էլի կամ տեսչական մարմիններին եւ տեսչական համակարգողներին անունը դրեցին կարգավորում են բերել, որ պետքա գազաբալոնները լինի ստուգաչափված։ Հիմա այդ գազաբալոնների ստուգումը անվտանգության թղթի վաճառք է, թե իրական ստուգում է։ Բնա հասկանում են, չէ՞ որ թղթի վաճառք է գործում։ Մարդիկ գնում են մեքենան տներեք բառը ռուսերեն է, ցեխասմոտար տեղ զննում անցնելու համար տեղում ասում են բալոնի թուղթն ուրա, ասում չկա, ասում ուզում ես փողը տուր հենց հիմա ստուգացի թղթով տամ։ Պիպոյանն անդրադառնում է նաև Արմեն Կոտոլյանի այն հայտարարությանը, թե դիզելային վառելիքի եւ բենզինի մեջ հայտնաբերվել են չնչին շեղումներ։ Խոսելով երկար գազից, նորից վերադառնում եմ բենզինին եւ ասում, գիտեք, մեկ անգամ ընդամենը եղել չնչին շեղում։ Հիմա հարցը առաջանում։ Որևէ մեկը տեխնիկական կանոնակարգը, կարգավորումները, ստանդարտները լիազոր մարմնին թույլ է տալիս գնահատական տալ չնչին կամ ոչ չնչին։ Գոյություն ունի համապատասխանող եւ չհամապատասխանող ապրանք։ Այդ չնչինների նկատմամբ գնահատական որևէ մեկը չի լիազորել այս կառույցին, որ ինքը այդ գնահատականը հնչեցնի։ Ստացվում է մեր սպառողները ձեռք են բերել ապրանք, որը պետքա ձեռք չբերեին։ Եվ լիազոր մարմինը ոչ թե սրա մասին պետք է խոսեր տարվա վերջում, այլ հենց հայտնաբերելու պահին, ավելին հորդորեր չգներ, ապրանքը տաներ ոչնչացնելու կամ օգտահանելու, սպառողներին էլ հորդորեր, ասել բոլոր նրանք ովքեր գնել եք, այս իմ եզրակացությունը ձեր համար բավարար հիմք է, որպեսզի դուք կարողանաք գնաք եւ փոխհատուցում պահանջեք ոչ պատշաճ որակի բենզինի վաճառքի համար։ Ակնհայտորեն ունենք վերահսկողության խնդիր, թե լիցքավորում, որի դեմ չի պայքարել լիազոր մարմինը, ասում է Բաբկեն Պիպոյանը, գնահատելով Արմեն Կոտոլյանի ամփոփիչ ասուլիսը։ Նրա խոսքով պետք է անդրադարձ լիներ այն խնդիրներին, որոնք անհանգստացնում են մեր սպառողներին, այլ ոչ թե այն խնդիրներին, որոնք չեն անհանգստացնում։ Որ էր մեկ այդ օրերին նորից հեղուկ գազը թանկացել էր թերևս դա էր քննարկման պատճառը, կարող էր ազնիվ ասել, որ դա իր տիրույթի խնդիր չէ, արդյոք դիմեք մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, եւ որ հենց իր տիրույթում է, ինչպես է լինում, որ մարդիկ գնում են քիչ են քշում, շահագործում, բալոնից ավելի մեծ ծավալի լիցքավորում է տեղ ունենում։ Այն խնդիրները, որ ունենք տարիներ շարունակ համակարգային ինչ փոփոխությունների են ենթարկել, մասնավորապես ջերմաշճանը որքան պետքա լինի, հա, մարդուն խորհուրդ է տալիս, չէ՞ որ գնում է ինչին հետևի, ճնշումը որքան լինի, ջերմաշճանը որքան լինի,
Ինչը ինչքան լինի չլինի, որ դեպքում զանգահարես տեսչական մարմնին, որ դեպքում չզանգես։ Հեղուկ գազի թանկացումը մեկ այլ խնդիր է։ Ադրբեջանական բենզինի հայտնվելուց հետո լցակայաններում հեղուկ գազի կտրուկ թանկացում է դիտվում։ Թանկացման պաշտոնական բացատրությունը Լարսի անցակետում առաջացած խցանումներն ու ներմուծումների հուշացումն է, իսկ իշխանությունները փոխանակ վերահսկելու շուկայի գները ադրբեջանական բենզինի գովազդով են զբաղված։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում մեծ ոգևորությամբ թվարկում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության օգուտները, որոնցից մեկը ադրբեջանական բենզինի ներմուծումն է։ Այս եւ մյուս այլ հարակից փոփոխությունները, որը նաեւ սրա արդյունք է, բերելու է նրան, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում դեկտեմբեր ամսվա միջին գների նկատմամբ մինչեւ 80 դրամ 1 լիտրի համար գնանկում կունենա։ Ինչով է պայմանավորված իշխանությունների նմանօրինակ խանդավառությունն ադրբեջանական բենզինի նկատմամբ եւ ինչ իրական օգուտներ կարող է քաղել Հայաստանն այս գործընթացից։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն այդ երևույթին քաղաքական գնահատական է տալիս։ Իշխանությունը փորձում է շահը իր տեսմենի մեջ, որ ինքը փորձում է արդարացնել Ադրբեջանից բենզինի, հետագայում նաեւ հեղուկ գազի ներմուծումը։ Եվ որ մենք ասում ենք, որ չի կարելի թշնամպետությունից հեղուկ բենզին ներկրել, որտեղ մենք գերիներ ունենք հենց այս պահին ադրբեջանական բանտերում, իրանք 150,000 հայ անտուն են սարքել եւ էթնիկ զտումներ են իրականացրել Արցախի հանրապետություն, ինչը հավասարազոր է ցեղասպանության։ Ու քանի որ գործող ռեժիմի պարագլուխները գնում եւ շնորհակալություն են հայտնում այդ ամենի համար Ալիևին, իրենք նաև փորձում են արդարացնել, որ տեսեք մենք ճիշտ է գնացինք սրան, բայց էժան բենզին հետագայում նաև չգիտեմ էժան հեղուկ գազ ենք ներմուծելու եւ այլն եւ այլն։ Մանվելյանի խոսքով այս ամենը պատահական չէ, նրա կարծիքով ստեղծվում են արհեստական խնդիրներ, որպեսզի մարդիկ հրաժարվեն հեղուկ գազից եւ անցնեն բենզինի։ Ես համոզված եմ, այսինքն այս գործընթացը ոչ այնքան տնտեսական է, որքան քաղաքական։ Այսինքն քաղաքական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի հեղուկացված մեծ թվով գազ ներմուծվի եւ վաղ միսօրը կհայտնվի, ասենք, թե ադրբեջանական նույն հեղուկացված գազը, ասենք, տեսեք, բերեցինք, օգնեցինք, որ գազի գինը Հայաստանում էժանացավ։ Այսինքն ես ամեջոջը այնքան տնտեսական, ինչքան քաղաքական նպատակահարմարություն եմ գտնում, որը իր ձեր մեջ նաև շատ վտանգավոր է, քանի որ երբ որ դու արհեստական կերպով ազդում ես շուկայի վրա, երբ փորձում ես շուկայից կորզել որ քաղաքական դիվիդենդներ, մանավանդ ընտրություններից առաջ, սա շատ վատ նախադեպ է ստեղծում։ Սա նշանակում է, որ ամբողջ շուկան դու կարող ես տարբեր մանիպուլյացիաների ենթարկես, ելնելով քո քաղաքական շահերից։ Փորձագետի դիտարկմամբ այս պարագայում անիմաստ է նույնիսկ խոսել գազի շուկայի ազատականացման մասին, քանզի այն վերահսկվում է ներկայիս իշխանության կողմից, որը փորձում է մանիպուլյացիաների ենթարկել շուկան, ինչն էլ վատ միտումի մասին է խոսում։ Արմեն Կոտոլյանի տվյալներով 2025 թվականի ստուգումների արդյունքում անհամապատասխանության ամենաբարձր ցուցանիշները եղել են հեղուկ ածխաջրածնային գազերի ոլորտում։ 67 ստուգումից 37-ում նորմերը չեն համապատասխանել, այսինքն 55.2% խախտում է արձանագրվել։ 2025 թվականի ընթացքում 510 տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է չափագիտական կանոնների եւ նորմերի ստուգում, որի արդյունքում 309 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է չափագիտական կանոնների եւ նորմերի խախտում։ Դա ընդհանուր 60.6%-ն է կազմում։ Դիզելային վառելիքի մեջ հայտնաբերվել է ծծումբի թույլատրելի քանակի շեղումներ, բենզինի ոլորտում ավելի թեթև է եղել շեղումները։ Կոտոլյանի խոսքով շատ քիչ է շեղվել թույլատրելի սահմանից։ Կան համապատասխանող ապրանքներ եւ չհամապատասխանող ապրանքներ։ Բոլոր տեսակի ապրանքները կարող են լինել համապատասխանող եւ չվնասեն, լինեն չհամապատասխանող եւ վնասեն։ Այնպես չի, որ սեղմված գազը, հեղուկ գազը իրենք որակական իմաստով մեքենայի երկարաժամկետ օգտագործում, բայց ի սկզբանե դա ծավալ սեղմված գազի տարբեր տեսակների մեջ մեկը մի նպատակով, բայց որի թույլ արգելված չի։ Էլ եմ ասում, առաջ ենք ընկնում, որ ինչ անենք, հնարավոր է դրանով անվտանգ երթևեկություն, այո հնարավոր է, կարող ենք երաշխավորել, որ սա անվտանգ է, չենք կարող, ինչի որտեղ լիազոր մարմին չունենք, որ հսկի։
Այսօր շուկայում ստեղծվել է իրավիճակ, երբ հեղուկ գազի անվան տակ կարող են վաճառել տարբեր խառնուրդներ, որոնց իրական բաղադրությունն այնքան էլ հասկանալի չէ սպառողների համար։ Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանրությանը ներկայացրեց հեղուկ գազի որակը ստուգող եվրոպական սարք, հպարտությամբ նշելով, որ նախկինում նորմալ վերահսկողություն չկար, որովհետև սովետական սարքերով էին իրականացվում գազի ստուգումները։ Եվրոպական այս սարքավորումները արդեն Հայաստանում են։ Այս մեքենայի մեջ են լինելու Ռենո մեքենայի մեջ եւ գնալու են բոլոր տեղերում հերթով ստուգելու են եւ բոլոր այն լցակայաններում, որտեղ որակը չի համապատասխանելու, կիրառվելու են համապատասխան միջոցներ։ Ինչ է փոխվել եվրոպական սարքավորումներով գազի որակի ստուգումից հետո։ Թողնում ենք սպառողների դատին։ Թեև մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը պայմանավորված է ներգրման խնդիրներով եւ դրա թանկացումը սեզոնային է, վարորդները նշում են, որ հեղուկ գազի թանկացումն արհեստական է, որպեսզի անցում կատարեն բենզինով մեքենա վարելուն։ Այսպիսով խաղաղության անվան տակ վառելիքի շուկայի մանիպուլյացիաները վտանգավոր նախադեպ են ստեղծում, երբ հասարակությունը կանգնում է փաստի առաջ, առանց հստակ տեղեկատվության ու ընտրության իրավունքի։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։